Ողջույն, եթերում ազգաձայնն է։ Այսօր մեր առաջին թողարկումն է և ես տրամադրված եմ վճռական, որովհետև ես որոշել եմ, որ իրոք սկսելու եմ զբաղվել նոր հայկական բանակի ստեղծմամբ, որը լինելու է հայոց երկրորդ բանակ, Հայաստանի երկրորդ բանակ։ Այն պետք է լինի իշխանությունից անկախ, ոչ պետությունից, ոչ ազգից, ոչ ժողովրդից, այն պաշտպանելու է ազգը, այն պաշտպանելու է ժողովրդին, այն պաշտպանելու է պետությունը, երկիրը, այդ նույն անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և այլն։ Ես այլ տարբերակ այս հարցերի տարածքային հարցերի լուծման չեմ տեսնում և եթե դիտարկենք այլ տարբերակներ, որոնք իհարկե տեսականորեն, ոնց ասեմ, theoretически ռուսերեն, այո, կարող են լինել լուծման տարբերակներ, մեխանիզմներ, բայց ամենաէֆեկտիվ, նույնիսկ եթե մենք դիտարկենք, եթե ասենք ես դիտարկեմ այլ տարբերակները, նույնիսկ որպես հնարավոր, որ այո, դրանցով կարելի է լուծել, սա ամենաէֆեկտիվն է, ամենահնարավորը, ամենահավանականը ու ուրեմն, ուզում եի ասել, значит, ամենաերաշխիքայինը, իսկ ամենահավանականը, ասենք, աշխատելու հավանականությունը նկատի ունեմ։ Այսպես են գործերի վիճակը։ Ես շարունակելու եմ տանել քարոզչական աշխատանք, որը տարվում է հայրենասիրական և ազգայնական նպատակներով և նկրտումներով և կարող եմ վստահեցնել ամեն տեսակ ժամանակակից քննադատի, լինի դա դեմոկրատ, լիբերալ, նեոլիբերալ, նեոդեմոկրատ, ով ուզում է լինի, որ նույնիսկ իրենք են ճանաչում, նախ սկսենք դրանից, որ հայրենասիրությունը այստեղ ընդհանրապես ինչ-որ պահեր չկա, սա հայրենասիրություն է, սա ազգայնականություն էլ չի, իրավունք ունի գոյության և հետևաբար դրա քարոզն էլ իրավունք ունի գոյության, հայրենասիրական քարոզ ինչ պարտադիր է, որ լինի ինչ-որ վատը, նույնը ազգայնականությունը նույնպես իրենք ճանաչում են, որ իրավունք ունի գոյության և հետևաբար, նորից հետևաբար, ազգայնականության քարոզել կարող է լինի իրավունք ունի գոյության լինելու և ինչ պարտադիր է, որ այն լինի վատը։ Տեսեք, նույնիսկ ձեր կանոնները դեմոկրատական, մենք չենք խախտում և ձգտում ենք չխախտել, իսկ երբ ես ասում եմ չենք խախտում, ես ասում եմ մեր հրապարակային բաների մասին առհասարակ,
ասենք չեմ ասում ամեն տեսակ հրապարակային, ասենք YouTube, այդպիսի բաներ, տեսաուղերձներ, ինչ-որ տեսանյութեր, հոլովակներ, վիդեոներ, հա, հասկանում եք, հաղորդումներ, հաղորդաշարեր եւ այլն։ Հասկանում եք, մեզ իդեպ սա չպետք է լիներ, այսինքն ոչ թե չպետք է լիներ, այլ ի սկզբանե ու պլանավորման, չգիտեմ, ծրագրման ժամանակ այս թողարկման ու ես մտքովս այդպես անցել էր ինչ-որ հաջորդ կամ ինչ-որ այլ թողարկման մեջ ասեմ, տեսեք, ես արդեն որոշ ժամանակ է եկել եմ դրան, որ մեզ նախ ավելի շուտ էի դրան եկել, երևի, հա, վերջիվերջո ես դրան ավելի շուտ է եկել, որ նախ մեզ այս գաղափարները, իրոք, նույնիսկ բավական ժամանակ ավելի շուտ էի եկել դրան, այդ մտքերին, որ մեզ այս կոմունիզմ, լիբերալիզմ, դեմոկրատիա, չգիտեմ, սոցիալիզմ եւ այլն, մեզ սրանք, ես չեմ ասում պետք չեն, սրանք մեզ պետք չեն որպես ինչ-որ սենց բաներ, որ մենք սա վերցրել ենք, որպես դրոշակ ենք արել, չգիտեմ, սենց էլ ասեմ, մատի փաթաթան ենք արել ու գնում ենք դրանով, սենց բռնած, սենց պահած, վեր բարձրացած, հասկանում եք, ուզում ենք արեք այդպես, բայց հայրենիքից հետո, այլ բաներից հետո, ոչ թե դա այտենց գլխավոր դարձրեք, գլխավոր դարձնելով, այտենց բարձրացնելով, դա առաջին, երկրորդը, հաջորդ բանը, որին ես հետո եմ եկել, հա, ոնց ասեմ, ավելի ուշ, բայց այնենց դա, նույնիսկ ոչ թե ենթագիտակցություն, ես դա գիտակցում եի, չգիտեմ, նույնիսկ հասկանում եի, ես դա կար իմ մոտ, որ գաղափար հայրենիք կոչվող, այսպիսի գաղափար, հասկանում եք, այսպիսի գաղափար, հայրենիք, отчизна, հասկանում եք, վիտչիզնա, Vaterland, հասկանում եք, Heimat,